28 տարի առաջ այս օրը 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժը ցնցեց Հայաստանը։ Ստորգետնյա ցնցումները կես րոպեում ավերեցին հանրապետության գրեթե ամբողջ հյուսիսային մասը։ Ցնցումները զգացվել են նաև Երևանում ու Թբիլիսիում։ Պաշտոնական տեղեկություններով զոհվել է ավելի քան 25,000 մարդ, 19,000-ը հաշմանդամ է դարձել, անօթևան է մնացել 530,000 բնակիչ։ Երկրաշարժի հետևանքով հիմնովին ավերվել է Սպիտակ քաղաքը, տարերկն ընդգրկել է 21 քաղաք ու ավան, 324 գյուղ։ Երկրաշարժի տարելիցի կապակցությամբ այսօր Գյումրի է այցելել վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, այցելել երկրաշարժի հետևանքով տներից զրկված եւ նոր բնակարաններ ստացած քաղաքացիներին։ Շիրակի համայնքապետերի հետ էլ վարչապետը քննարկել է մարզի հիմնախնդիրները։ Կարեն Կարապետյանն առաջնահերթ է համարել մարզում բիզնեսը զարգացնելը եւ աշխատատեղերի ստեղծման խնդիրները։ Նա համայնքապետերին կոչ է արել իրենց համայնքների զարգացման համար հստակ ծրագրեր մշակել եւ աշխատել դրանց իրագործման ուղղությամբ, իրենք էլ կօգնեն։ Հանդիպման մասնակիցներից մեկը թասիբի հարց է համարել աղետից տուժած բոլոր քաղաքացիներին բնակարաններով ապահովելու խնդիրը։ Երկրաշարժի 30 ամենու Գյումրի քաղաքում չունենալ տնակ, սա բոլորի սահմանապատվության հարց է դառնում։ Իմ, ձեր, Աֆրիկան բնակիչ մեր հայրենակցը։ Առաջինը հենց դուք պետք է տանեք։ 30 թվականի 2 տարի հետո մեր թասիբի խնդիրն է, ես էլ եմ ուզում հենց դա զարգացնել։ Ես էլ եմ հենց ուզում դա գյումրեցու, շիրակցու, բոլորիս մոտ զարթացնել։ Ոչ թե վիճակելի, պարտավոր ենք, ոչ թե այսպես դիալոգ լինի, որ դուք ինձ հարց եք տալի, մի հատ լուծման առաջարկություն չեք տալի։ Այ ասեք, մենք էս ենք անում, դուք էլ էս արեք։ Նշենք, որ կառավարությունը խոստանում է տուժածների բնակարանային հարցն ամբողջությամբ լուծել 2017 թվականին, ողբերգությունից 29 տարի անց միայն։ Ազգային ժողովի նիստն այսօր մեկնարկել է 1 րոպե լռությամբ, խորհրդարանում հարգել են 1988-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։ Իսկ կառավարության անդամները վարչապետի գլխավորությամբ ազգային ժողով էին եկել պատասխանելու պատգամավորների հարցերին։ Խորհրդարանականների հարցերը հիմնականում ուղղված են եղել Կարեն Կարապետյանին եւ վերաբերել են գազի գնին, ընտրություններից հետո գազի սակագնի թանկացման հավանականությանը։ Կարապետյանը վստահեցրել է նման բան տեղի չի ունենա։ Տիգրան Նուրիխանյանն էլ նախ հայտարարել է, որ Հայրոս գազարտի պետական մասնաբաժինը $300 միլիոն պարտքի դիմաց Գազպրոմին զիջելու գործարքի ժամանակ Կարեն Կարապետյանը Գազպրոմի ղեկավար կազմում է եղել եւ հետաքրքրվել հիմա Հայաստանի կառավարությունը գլխավորող Կարապետյանը ճիշտ է համարում այդ գործարքը։ Ես Գազպրոմում եղել եմ տնօրենների խորհրդի անդամ կամ ղեկավար մենեջեր 3 կազմակերպությունում։ 3 կազմակերպությունից ոչ մեկը Հայաստանի գազի ընկերության հետ որևէ հարաբերություն չուներ։ Այդ իսկ պատճառով ես Գազպրոմի որպես ներկայացուցիչ այդ գործարքին չեմ մասնակցել։ Պատասխան համար առաջին։ Երկրորդը, գործարքը համարում եմ Հայաստանի համար տրամաբանական։ Գազի սակագնի հնարավոր թանկացման եւ դրա դիմաց որևէ ռազմավարական օբյեկտով վճարելու հավանականության մասին Կարեն Կարապետյանին հարց է ուղղել նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Նրան նաեւ հետաքրքրել է ճիշտ են մամուլի հրապարակումները, որ ամերիկանո սուրճը ռուսիանով վերանվանելու գաղափարի հեղինակը Հայաստանի վարչապետն է։ Իրավիճակը զվարճացրել է Կարապետյանին։ Ուզում եմ իմանամ արդյոք դա այդպես է թե չէ եւ եթե այո, արդյոք ձեր կառավարությունում արդեն իրականություն դարձել է այդ առաջարկությունը։ Շնորհակալություն։ Քանի որ դուք մեկ անգամ ինձ հուշեցիք, որ երկրորդ անգամ հարց տալու իրավունքը ոնց որ դուք չունեք, մեկնաբանելու իրավունք ունեք, ես իրավունք ունեմ ձեր հարցին չպատասխանեմ, թե սխալվում եմ։ Իսկ այոն առաջ շատ A եւ B կետերի վերաբերյալ ֆիքսենք հարցը։ Ընտրություններից հետո գազի գինը բարձրանալու է թե չէ։ Ոչ։ Եվ դրա դիմաց Հայաստանը ընտրություններից հետո որևէ ռազմական կամ այլ սուբյեկտով վճարել է թե ոչ, ոչ։ Դե ես հարց տվողին հարգում եմ, հենց նստեք, ես կվերադառնամ ինտեղ։ Իսկ խորհրդարանի միջանցքներում իրադրությունն այսօր թեժ է եղել։ Պատգամավոր Ռուբեն Հակոբյանը պարզվում է հայհոյել ու հարվածել է հրապարակի լրագրող Վահե Մակարյանին։ Լրագրողը պատմել է, որ ինքը Հակոբյանին հարցրել է Հոհիդայի գաղափարախոսության մասին, ինչին պատգամավորը պատասխանել է, որ պետք է այդ մասին կարդալ եւ հարցեր չտալ։ Ռուբեն Հակոբյանը նաեւ հայտարարել է, թե այլևս չի պատասխանելու լրագրողի հարցերին։ Դուք եթե լրագրող եք, դուք իմացեք, դուք իրավունք ունեք հարց տալ։
պատասխանողը իրավունք ունի պատասխանի այն, ինչ ուզում է։ Եթե 27 անգամ կրկնեք, դա չի նշանակում, որ շատ խելոք եք։ Ես 28-րդ անգամ կարող եմ նույն հարցը տալ, Ես նույնը կրկնում եմ, ասում եմ, որ ես ձեզ այլևս որևէ հարցի չեմ պատասխանում, եւ պետք է իմանայիք ինչ հիմա, որ ձեր հարցին ես չեմ պատասխանում, որովհետեւ դիտում եմ, որ ընդհանրապես դուք պրովոկացիաներ եք անում։ Երբ առանձնացել են, լրագրողի պնդմամբ պատգամավորը հարվածել է իրեն։ Զրույց չեմ հասցրել ունենալ նրա հետ, չնայած որ ինքը խնդրեց առանձնանալ զրուցելու նպատակով, ինչ-որ բան պետք է ես իրեն բացատրեի, հարցրեց, միջև փորձում էի բացատրել, բառը բերանս կիսատ մնաց, եւ մի բառ էլ չէի հասցրել ասել, միանգամից հայոյեց ու խփեց դեմքիս։ Միջադեպի արդյունքում Վահե Մակարյանի աչքը կարմրել է, այդ ինքերծվածք է եղել։ Ռուբեն Հակոբյանը լրագրողներին պարզաբանել է, որ Վահեն իրեն խուլիգանի նման է պահել, փորձել է էթիկայի դասեր տալ իրեն։ Ինքը իրեն խուլիգանի նման է բայել ամենավերջին, ժուրնալիստիկայի հետ կապ չունի, լրագրության հետ կապ չունի, փորձել է ինձ էթիկայի դասեր սովորեցնել, դաստիարակել ուղղակի չի ստացվում։ Բայց դա չի արտարացնում ծեծը։ Դուք նրան խփել եք։ Տեսել եք դուք տեսել եք։ Ողբերգական վթար Արարատի մարզում Նորաշեն գյուղի Զորամասի մոտակայքում ՈՒԱԶ մագնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ մոտ 300 մետր գլորվելով հայտնվել ձորում։ Պատահարի հետևանքով մահացել է 56-ամյա Արամ Մանուկյանը, որը որդու եւ ընկերների հետ որսի էր գնում։ Նրա որդին 27-ամյա Արտակ Մանուկյանը եւ մյուս երկու ուղևորները մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։ Մահվան ելքով պատահար Երևանում Հալաբյան եւ Արզումանյան փողոցների խաչմերուկում Volkswagen Passat մագնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին եւ հայտնվել Թումանյանի այգում աստիճանը հարթակի վրա։ Մեքենայի մոտակայքում հայտնաբերել են վարորդի 29-ամյա Մայիսիդին, իսկ ուղևորը 27-ամյա Գրիգորը հիվանդանոց է տեղափոխվել։ Ըստ տեղեկությունների նրանք հորեղբորորդիներ են։ Երևանում եռյակ է ծնվել դեկտեմբերի 6-ին կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ են եկել 3 տղաներ։ Շորացիների եւ նրանց մոր Երևանի 29-ամյա բնակչուհի Նվարդ Թումանյանի վիճակը բավարար է։ Դեկտեմբերի 7-ին դոլարի վերելքը շարունակվել է, արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոինը 516, ռուբլունը 7 դրամ 57 լումա, ֆունտինը 606 դրամ։ Դեկտեմբերի 8-ին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ի գիշերը կբարձրանա 3-ից 5 աստիճանով, 8-ից 3-ն ու 9-ի գիշերը կնվազի։ Երևանում վաղը տեղումներ չեն սպասվում։